Այս կայանքի աշխատանքը մանրամասն ուսումնասիրել է ծագումով բուլղարացի փայլուն ֆիզիկոս Ստեֆան Մարինովը, Ավստրիայի Գրաց քաղաքի Ֆունդամենտալ ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենը, Deutsche Physik ամսագրի հիմնադիրն ու հրատարակիչը։ Ահա թե ինչ է գրում նա Գերմանիայի նախագահին ուղղված բաց նամակում, հրապարակված Deutsche Physik-ի 7-րդ համարում։ 1989 թվականի մարտին ես փորձարկեցի երկու տեստատիկա մեքենաները, անկասկած տեստատիկան հավերժական շարժման մեքենա է, որը, բացի նրանից, ապահովում է իր չափի և քաշի համեմատ մեծ քանակությամբ ազատ էներգիա։ Այս մեքենային եմ նվիրել իմ ճշմարտությամբ շոտ ուղին մատենաշարի 5-րդ հատորը։ Խորհրդային Միությունում մեծ հոգևոր վերածննդի ժամանակ համայնքը աջակցեց իմ առաջարկին, ցույց տալ մեքենան իմ ընկերոջը, ակադեմիկոս Սախարովին, իսկ հետո ցուցադրել այն մոսկովյան հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ։ Սակայն Սախարովը զոհվեց այս ակցիան կազմակերպելիս։